Ես ուզում եմ տեսնել վարչարարական տերոր։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր զայրացավ, երբ իր խորհրդական Կամո Արեյանը խոսեց Երևանում փնթի շինարարության եւ ճանապարհներին ընթացող աշխատանքների ձգձգումների մասին։ Պետքա բողոքներ, լաց, չգիտեմ, բոլոր տեսակի, բոլոր ինստանցիաներով գրեն է շինարարները, ասեն, վայ, մեզ սպանում են, այս սպանեք դրանց։ Այդ փնթիությունը պետք է այս քաղաքից վերանա։ Հատկապես Պարոնյան-Պռոշյան հատվածում ընթացող աշխատանքներն էին քաղաքապետի կոշտ արձագանքի պատճառը։ Այս հատվածում ջրային պետական կոմիտեն ջրամատակարարման խողովակների հետ կապված աշխատանքներ է անում կապալառու ընկերությունների միջոցով։ Կամո Արեյանի զեկույցին ի պատասխան, որ աշխատանքները ձգձգվում են, ծավալները բավարար չեն, Ավինյանը հայտարարեց, թե պետք է պատժել անբարեխիղճ ընկերություններին։ Հիմա ուզում եմ հասկանալ, արդյոք այդ շինարարը, որը Պռոշյան փողոցը պարալիզացրել է, որ ապրիլ ամսից պետք է դուրս գար, որ մենք կարողանայինք Եվան կամուրջը սկսեինք, այսինքն գոնե քաղաքում ինչ որ մի կետեր ավարտած լինեինք, հետո ինչ որ այլ կետեր սկսած լինեն։ Ջրային կոմիտեի մեր գործընկերները պայմանագրային տեսանկյունից իրենց պահանջները ներկայացրել են, տուգանքի ենթարկել են այդ ընկերոջը, թե չէ։ Պարոն քաղաքապետ, մենք ենք տուգանել, վերջի անգամ ձեր ահազանգից հետո առանց չափազանցության մեր պարտքն արել են, գրեթե 2 օրը մեկ անձամբ տեղում եմ պարոն Կարոյանի հետ եւ ամենակոպիտ չասեմ, վերջնագրով խոսակցություն է եղել եւ խնդրել եմ մեր գործընկերներին ի սեր Աստծո, տեր կանգնեք ձեր կապալառուին, կամ պատժեք, կամ ծրագիրը հանեք այս վիճակից, նույն փնթիություն անում է տեղ խսկիչը։ Ջրային պետական կոմիտեի հանրային կապերի պատասխանատու Աղունիկ Հովհաննիսյանն ասում է, Պռոշյան եւ Պարոնյան փողոցներում երկու տարբեր ընկերություններ են իրականացնում շինաշխատանքները եւ ժամկետների խախտում կա միայն Պռոշյան փողոցում։ Պարոնյան փողոցում պայմանագրով մինչեւ նոյեմբեր պիտի աշխատանքները շարունակվեն, իսկ Պռոշյան փողոցում այո, դեռ ապրիլին պիտի ավարտված լինեին, բայց աշխատանքները չեն ավարտել անգամ լրացուցիչ ժամկետում, քանի որ բազմաթիվ օբյեկտիվ խնդիրներ են ի հայտ եկել։ Դրանցից մեկը մայիսին Երևանում կազմակերպված Հայաստան-Եվրամիություն երկկողմ գագաթնաժողովն էր, որի պատճառով աշխատանքները հետաձգվել են։ Այնուամենայնիվ այդ ընկերությունը տուգանվել է։ Պայմանագրով աշխատանքների ավարտը նախատեսված էր ապրիլին, բայց շինթույլտվությունը ավելի ուշ է ստացվել եւ շինաշխատանքներն էլ բնականաբար սկսվել են շինթույլտվությունը ստանալու օրվանից։ Այդ պայմանագրի դրույթներից մեկի համաձայն ջրային կոմիտեի կողմից 40 օրով երկարաձգվել էր ժամկետը, այսինքն շինարարի մեղավորությամբ դա չի եղել։ Բացի այդ, աշխատանքների բնականon ընթացքը խոչընդոտվել է մի շարք օբյեկտիվ հանգամանքներից ելնելով։ Օրինակ, մայիսին Եվրամիության գագաթնաժողովների դրա շրջանակում իրականացված միջոցառումների պատճառով որոշ ժամանակ դադարեցվել է իրենց աշխատանքը։ Ահա, երբ կավարտվեն այդ երկու փողոցներում աշխատանքները։ Պարոնյանում կավարտվի այս տարվա նոյեմբերին, իսկ Պռոշյանը այս խնդրահարույցը, որ ժամկետը երկարաձգվել է եւ ուշացումներ կան, ըստ նախնական գնահատականի պիտի որ ավարտվի աշնան առաջին ամսին սեպտեմբերին։ Մինչ քաղաքապետարանն ու ջրային պետական կոմիտեն հեռակավեճի մեջ են, Պռոշյան եւ Պարոնյան փողոցներում մշտական խցանում է։ Տարբեր հատվածներում աշխատում են բանվորներն ու տեխնիկան ու տեղ-տեղ փակցված է երթևեկությունը 20 կմ/ժ-ով սահմանափակող նշանը։ Մեքենաները սակայն ցանկության դեպքում էլ չեն կարող մեծ արագություն բացել։ Արտաշես Պետրոսյանը, ով տաքսի է վարում, ասում է, ոչ միայն այստեղ, այլև մայրաքաղաքի այլ հատվածներում էլ վիճակը լավ չէ։ Ճանապարհ կա, որ նորմալ լինի։ Այդպես ճանապարհը համարյա գոյություն չունի Երևանում։ Վաղ եղել որ 5000 դրամի գազ ես լցնում, դուրս ես գալի, գտնում ես ընդամենը 7000 դրամ փող ես աշխատել, ավել չէ, ու գազը պրծնում է, ինչի համար, այս պրոբլեմի համար։ Երևանում օրվա մեջ բազմաթիվ կիլոմետրեր քշող վարորդը նկատում է, շատ փողոցներ սկսում են քանդել ասֆալտապատելուց կարճ ժամանակ անց։ Լենինգրադյանը սարքեցին, հայլի պես ասֆալտ էին արել։ Անցավ 2 շաբաթ միանգամից աչք այստեղից գնացող աչքոմի վրա, սկսեցին քանդել տրուբային տազակցություն, ինչի համար։ Մի քիչ կատակով կարող է պատահի պլաստիկոսին մոռացած են լնում, տազայլի քանդում են, որ այդ պլաստիկոսին հանեն։ Ուրիշ ոչ մի բան չես կարող դրանից մտածես ինչ։ Տիգրան Ավինյանը մինչդեռ այսօր զայրացած խոսում էր ոչ միայն ճանապարհների շինարարության, այլև շինհրապարակների թերի կահավորման մասին։
Այս մասով էլ ասած ՏԻՄ օրենքում փոփոխություններ են արել, ընդլայնել են քաղաքային իշխանությունների պատժիչ հնարավորությունները, հետևաբար մինչև տարեվերջ այլևս պիտի չկահավորված շինհրապարակ չլինի։ Վարչարարական տերորը Ավինյանը հանձնարարեց նաև շինհրապարակների նկատմամբ իրագործել։ Ով չարեց կոնկրետ պատասխանատուով նկատողություն, խիստ նկատողություն գործից հանում ենք։ Վերջ։ Իմ համբերությունը սպառվել է այս առումով ու արդարացում չլսեմ այլևս։ Ու առհասարակ վարչական շրջանների ղեկավարներին իրենց կաբինետում նստած չտենամ։ Ձեր վարչական շրջանում լինեք սաղ օրը։ Ոչ մեկ կաբինետում նստած չլինի։ Ավականու ընդդիմադիր Մայր Հայաստան խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանն ասում է, 2 տարի է արդեն իրենք բարձրաձայնում են այս խնդիրների մասին, անգամ հենց քաղաքապետարանի քթի տակ Բյուզանդի մասնաշենքի մոտ տեղի ունեցող խախտումների մասին է նա հազանգել, եւ ցավալի է, որ միայն 2 տարի անց է Ավինյանը խոսում շինհրապարակների խիստ հսկողության մասին։ Այսինքն այս խնդիրը առարկայական եղել է 2 տարի գիշեր-ցերեկ ասել են, որ խայտառակությունը ու այսօր նոր իրանք հասկացել են, որ այս խնդիրը կա, չէ՞ լուրջ են ասում, իրանք անկեղծ են ասում։ Ինչ-որ sense շոու են սարքում, էլի, էսի շոու է իրանք որ սարքում են, Տիգրան Ավինյանը պատրաստում է 100,000 շավի։ Իսկ նոր ՏԻՄ օրենքը ըստ ավականու անդամի միևնույնն է դեռ խիստ չէ, եւ ինքն ասում է չի հավատում, որ քաղաքապետի այս ելույթից հետո տարեվերջին էական փոփոխություն կլինի։ Չի փոխի, որ աշտանի ցույց կդնեմ ես զարակական, որ դա էլի հերթական ինչ-որ տենց մարդկանց համար շոու սարքերն է կամ ինչ-որ մի հատ կարճ ռիլ ստանալու համար են անում, որ տեսեք քաղաքապետը կարողանում է ջղայնանալ։